կենսաբանական այս մոդելներով կազմում եք պարզ, բար, ածանցավոր և բար ածանցավոր բառեր։ Գան, ուղեր, սրտական, սրտեղել, սրտաճմլիկ, աչքաչափ, ականջող։ Անգուղեր, սրտաբան, սրտաթանակ, ողններ, ակնաբույժ, ակնոց։ Սայքում պատկերված պատկերների մեջ ընդհանրություն է գտնում։ Ծառ, ծառի որ մասը, հետո ատամի արմատ, հետո Մազերի արմատ։ այո, ինչ ընդհանրություններ կային մեր դասի հետ։ Բոլորն էլ արմատ ունեն։ Յուրաքանչյուր սյունակից ընտրելով մեկական նախածանց արմատ կազմել 6 նախածանցավոր բառ։ դժբախ, անդրադարձ, արտասահման, նախաճաշ։ Նախաճաշ, ներամփոփ և ձեր, լավ է, Խնդիր, ճիշտ է, դժկամ, այո։ Իսկ սա ինչ կտավ է երեխաներ։ Գիտեք երբ է ստեղծվել 1923 թվականին, այն ինչպես է կոչվում, նկարիչներ կան ձեր դասարանում։ Հայաստան։ Նկարին ինչ զգացողություն ես ունենում։ Հայաստանի Զորությունը, ամրությունը, պարզություն, ուրիշ երեխա։ Հայրենասիրություն։ Այս կտավի հիման վրա փոքրիկ տեքստ է գրում հիմա։ Հայրենիք բառը թվում է թե պարզապես ածանցավոր բառ է, բայց յուրաքանչյուր հայ հայրենիք բառը լսելիս զգում է անբացատրելի։ Ցանկացած հայ մանուկ օրորոցայինից սկսած լսում է հայրենիք բառը։ Հայաստանը բոլորիս ծեծություն է, Հայաստանը մեր հոգու ստեղանունը։ Կեցեք, հրաշալի է։ Մարտիրոսյանի նկարն է։ Մարտիրոսյանը այս նկարով փորձում է նկարագրել հայրենիքը, հայրենիքի նշանակությունը, արժեքները, ընդհանրումը։ Նկարագրում է ժայռերը, Հայաստանը մեր զորությունը, որոնք կարծես թիկունք լինեն մեզ։ Զգացվում էր գարնան շունչը, դաշտը պահվել էր կանաչով, ծառերը ծաղկել էին, թիթեռները թրջում էին, գետը քչքչալով հոսում էր, իսկ ծաղիկների բույրը տարածվել էր շրջակայքում, զգացնել տալով գարնան շունչը։ Լավ, ընթերցենք, Ռուզանա ջան, դու կարդա, հայրենիքը։ Հայրենիքը լեզու է, Նա է միացնում անցյալը, ներկան և ապագան։ Ով է ասել երեխաներում խոսքներ, Ավետիք Իսահակյան, նստեք, կեցեք։ Երեխաների իսկ հիմա վարժություններ են կատարում դասը ամրապնդելու համար։ բառերից որն է նախածանցավոր, մակել ես։ Ստուգում ես Ազնիվ, ճիշտ էր երեխաներ։ Այո, շնորհակալություն Ազնիվ, նստիր։ Բառերից որն է վերջածանցավոր, զվարճություն։ Զվարճություն։ Որ բանում կա աղոտական, շաքարավազը ոչ երկաթագործ։ Այո, շաքարավազում չկա, ստուգում ես։ Այո, ճիշտ է, շնորհակալություն։ Եկեք երեխաներ, մոտեցեք։ Որ բանում չկա աղոտակապը, հորեղբայր։ Որ բանում կա սոսկացած, հեռանոց։ Ճիշտ է, շնորհակալություն։ Լավ, Որ բառն է դիմավոր բառ, այո։ Ըստ կազմության ինչպիսի բառ է դրա քննությունը։ Բարդ ածանցավոր։ Բարդ ածանցավոր, ճիշտ է Շահինե, այո։ Կազմված է քանի արմատից։ Երկու արմատից, մեկ ածանց։ Մեկ վերջածանցից։ Շնորհակալություն, նստեք երեխաներ։ Գիտեիք, ինչ եք ուզում իմանալ, ինչ գիտեիք։ գիտեինք, որ բառակազմությունը կառուցված է նախածանցներից, վերջածանցներից և միջածանցներից։ Ավետիք Իսահակյանի նշանաբանը հայրենիքը լեզուն է նաև Միայն դասը ունեցիք։ Նաև ավելի ամրապնդեցինք մեր ունեցած գիտենք։ Այո, կեցեք, ուրիշ երեխաներ։ Սովորեցինք թվերը համատեղել բառակազմության հետ, գնդակով աշխատանք կատարել, նոր բառեր կազմել։ Տնային աշխատանք ձեզ, գրեք ձեզ մոտ, բացատրական և բառակազմական բառարաններից օգտվելով բացատրում եք էջմիածին, տեր ողորմյա, պատարակ, ժամերգություն,
բառերը